Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ մի քանի կարևորագույն թեմաների։ Թրամփի ուղու վերաբերյալ այն հայտարարությունները, որ այդ ռուս բլոգերներ մի շարք կամ չգիտեմ այնտեղ մի շարք մարդիկ, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը վերջապես զարգանա, Ֆիդանի արած հայտարարությունը, որ ամեն մեկը ոնց ուզեց իր ձևով մեկնաբանեց, գալիք ընտրությունների վերաբերյալ խոսեց պարոն Սիմոնյանը։ Լինենք անկեղծ, ժողովուրդ ջան, Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ արտահայտություն արավ։ Այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրությունների ժամանակ ամեն ինչ սկսում է զերոյից։ Ու ես հիմա իմ կողմից մի բան ավելացնեմ, ժողովուրդ ջան, այս կուսակցությունը ու այս մարդիկ կյանքում օդում խոստումներ չեն տվել։ Լինենք անկեղծ, 21 թվականին պարոն Փաշինյանը հայտարարեց, որ գալու է խաղաղության շրջան, 26 թվականն է խաղաղությունը այլևս մեզ հետ է։ 100%-անոց կառավարություններ չկա ու ոչ մեկ թող չկանգնի մեծ փրթի, որ 100%-անոց կառավարություն կարամ բերեմ։ Լավ է։ Նաև խոսեց Ֆիդանի հայտարարության վերաբերյալ, չարադառնանք էլ ժողովուրդ ջան, չխոսանք, որովհետև լինենք անկեղծ, ամեն ինչ էլ բոլորիս պարզ է։ Այսպես ասած, այն մարդիկ, ովքեր չեն ուզում Հայաստանի լավը, մեկնաբանում են այնպես, ինչպես իրանց հարմար է ու կպնում են ժողովրդի են ամենախոցելի հատվածին, որ զգացմունքային հատվածին լինենք անկեղծ, որ ժողովուրդը հուզվի, ասի, հա դե ինչ որտեղ ճիշտ են սենսնես, բայց իրականում իրանք չգիտեմ ինչի հետևից են ընկել։ Իրանք ու ես հասկանում եմ ինչի հետևից են ընկել։ Իրանք ցանկանում են իրանց այդ կայսրությունը, իրանց այդ ստվերային բիզնեսները պահպանեն, ավելի ու ավելի զարգանան, որովհետև լինենք անկեղծ ժողովուրդ 30 տարի հավեսով օգտվելով պետական բյուջեից, սենց մի պակարագակու մոտ ցանկություն առաջանա, որ ադե մի հա օգտվեմ էլի վատ կեղնի, ու մի երբ որ եկել է պահը, որ իրանք հավիտյան կորելու են ու չեն կարենալու էլ ոչ մի բան անեն, խառնվել են իրար, նորմալ երևույթ է, 5000 հատ շտաբ բացեք, լավ ձեզ տեն ամենալիքը քաղաքներում վարձակալությունով տարածքներ են տալիս, սաղ վերցրեք, լա շտաբեր բացեք, սաղ տեղերը, պադեստներում, չգիտեմ, որդի տենում եք ժողովուրդ, որդի տենում եք, լա սաղ տեղերը շտաբեր բացեք, էտա ձեր մտածելակերպը էտա, շտաբ բացելը, ամենաճիշտն է, դավայցի։ Բայց պետություն կառուցել, ճանապարհներ կառուցել, դպրոց, չէ, ձեր ինչին է պետք, շտաբեր բացեք։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։